Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք ճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, ինչ անց կներկայացնեմ դեկտեմբեր ամսվա կանխատեսումները, եզրափակիչ եւ ցրտաշունչ դեկտեմբերը ինչպիսին կլինի։ Սիրելի բարեկամներ, վերջապես սև ուրբաթը հասավ նաև մեզ, այնպես որ մեկ շաբաթվա ընթացքում այսօրվանից սկսած գործելու են մեծ զեղչեր, ինչպես իմ ճշգրիտ խորհրդատվության համար, այնպես էլ թալիսմանների եւ այլ ծառայությունների համար զեղչվելու են նաև քարտ թալիսմանները, սիրելի բարեկամներ։ Տեսեք, շատ սպասված, մշտապես դուք հարցնում եք Յուպիտերի մոգական քառակուսի թալիսմանը, որից շատերը գոհ են եւ անգամ այնպիսի մեկնաբանություն է գրել մեկը, որ մեկ ամիս այս քարտը կրելուց հետո դրամապանակում բնակարան է ձեռք բերել, պատկերացնում եք, եւ այսպիսի շատ մեկնաբանություններ։ Նաև կզեղչվեն, փոքր կզեղչվեն նաև այս զարմանահրաշ թալիսմանները, բոլոր կենդանակերպերը գիտեք, որ ունեն իրենց քարերը, սա կշերքին, գեղեցկություն, տեսեք, սրանք բնական քարերով են բոլորը պատրաստված եւ լիցքավորելու են ձեզ կենսական էներգիայով, բարեկեցության էներգիայով, բոլոր դրական զարգացումները կբերի, որովհետև քարերը այդ եզերական էներգիան ընկալելով իրենց մեջ փոխանցում են ձեզ, իհարկե եթե ճիշտ քարեր են տրված եւ ճիշտ է պատրաստված, դեպ հատուկ մախոսություններով են պատրաստում այս թևնոց թալիսմանները, հասա այդ եղջյուրին տեսեք ինչ գեղեցկություն է սոցակարով, ռաուխտափազներով եւ մալախիտով եւ բոլոր կենդանակերպերի համար իհարկե շատ արագ սպառվում են այս թևնոց թալիսմանները կենդանակերպերի համար, սա ցու կենդանակերպինն է, տեսեք ինչ գեղեցկություն է, այնպես որ շտապեք, ես բոլորի համար անհատական եմ պատրաստում եւ այսպես այդ իսկ պատճառով տարբերվում են իմ պատրաստած թևնոցները։ Նաև զեղչեր կգործեն իմ բոլոր այլ ծառայությունների համար, մոգական ծառայություններ, գիտեք, որ մաքրումներ եմ անում, հաջողություն եմ բացում, ֆինանսական, անձնական, գործնական եւ այլն, պես որ շտապեք, զեղչերը գործելու են մեկ շաբաթ շարունակ, մինչ հասնենք ամանորյա, այսպես ասած, Եռուզեռին եւ զեղչերին եւ նաեւ շատ շուտով ես կներկայացնեմ դեկտեմբեր ամսվա ընթացքում ես կներկայացնեմ կենդանակերպերի կանխատեսումները 2025 թվականին, նաև այլ հետաքրքիր կանխատեսումներ, խոստանում եմ նաև Facebook-յան եթերներ կազմակերպել դեկտեմբեր ամսվա ընթացքում, որը դուք շատ սիրում եք եւ անհամբերությամբ սպասում եք։ Այնպես որ հետևեք Facebook-յան էջից, հետևեք YouTube-յան ալիքներիս, նաև հետևեք ինձ Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում, սիրելի բարեկամներ, այո, ես ներկայացված եմ բոլոր սոցիալական հարթակներում, այնպես որ երբևէ չեք կորցնի ինձ, չնայած այսպես հալածանքներին, ես նույնպես գիտեք ենթարկվում եմ հալածանքների, քանի որ ճշմարտության խոսքն եմ հասցնում մարդկանց եւ բավականին մեծ լսարան ունեմ, նաեւ anti-fake YouTube-յան ալիքում եմ ելույթ ունենում, գիտեք, որ ես այնտեղ ունեմ Astromix հաղորդաշարը, մշտապես իմ ճշգրիտ կանխատեսումներով կիսվում եմ եւ վերլուծություններով եմ նաեւ կիսվում, գիտեք, եւ այդ իսկ պատճառով ես նույնպես հալածվում եմ հատկապես Facebook սոցիալական հարթակում, գիտեք, 2 ամիս շարունակ մայիս եւ հունիս ամիսների ընթացքում արգելափակված եմ եղել, կարծեմ նաեւ հուլիսին, մայիսի 13-ից մինչեւ հուլիսի 13-ը ես արգելափակված եմ եղել եւ իհարկե սա պատահական չէ։ Եվ
գիտեք, որ շարունակաբար այդ անտիֆեյք-յութուբյան ալիքը գրոհների է ենթարկվում, քանի որ նույնպես մեծ լսարան ունեն եւ շատ ճշգրիտ վերլուծություններ են այնտեղ, մեկնաբանություններ են հնչում եւ այս իշխանությունները իհարկե մեծապես տուժվում են նման վերլուծություններից եւ մեկնաբանություններից։ Ես 2 ամիս առաջ, ճիշտն ասած, շատ խորհրդանշական երազ էի տեսել, որին ցավալիորեն մեծ ուշադրություն չդարձրեցի եւ առաջի անգամ եմ ներկայացնում ձեզ այդ երազը, երազի սկզբում ես այսպես շատ երանելի, դրական վիճակից այսպես դուրս եմ գալիս եւ հայտնվում եմ ազգային ժողովի դիմաց, հանկարծակի հայտնվում եմ ազգային ժողովի դիմաց, որտեղ տեսնում եմ լայն ժպտացող այսպես 15-18-ի վրա բերանը բացած Ալեն Սիմոնյանին, նա ժպտում է, ասում է արի այստեղ։ Ես սկզբում այսպես շփոթված փորձում եմ փախչել կամ թաքնվել, բայց հետագայում տեսնում եմ ոստիկանությանը, այսինքն ոստիկանական մեծաթիվ խումբ, որը հետապնդելով այսպես ինձ գալիս է առաջ եւ ես ստիպված էի այսպես կանգ առնել եւ իրենց ուղեկցությամբ, ոստիկանների ուղեկցությամբ անցնել դեպի մեքենան։ Մեծ մեքենա էր, որը նախատեսված է հենց այդպիսի նպատակների համար, այսինքն մարդկանց կալանավորելու համար, ճնշելու համար, զանգվածային ելույթները ճնշելու համար, մեծ մեքենա էր, շատ լուսավոր եւ դատարկ էր այդ մեքենան, շատ հետաքրքիր է։ Եվ այնտեղ կախված էին պատերից ձեռնաշղթաներ եւ այլ զենքեր, գործիքներ, որով իհարկե մարդկանց խոշտանգում են, մարդկանց բռնության են ենթարկում եւ բերման են ենթարկում։ Այսպիսին էր այդ երազը, այդ ժամանակ կարծեմ սեպտեմբերի վերջ թե հոկտեմբերի սկիզբ եմ տեսել այդ երազը, ես մեծ նշանակություն չտվեցի այդ երազին, բայց փաստացիորեն գիտեք, որ նոյեմբերի 13-ին կալանավորվեցին Նարեկն ու Վազգենը եւ հենց Ալեն Սիմոնյանի հաղորդման իման վրա, այսինքն այդ գործը տվել էր Ալեն Սիմոնյանը։ Այսինքն շատ խորհրդանշական երազ, այսինքն ըստ էության տեսել եմ։ Դե դա ուղղված է ոչ միայն սիրելիներս Նարեկին, Վազգենին եւ այլ քաղբանտարկյալներին, այս իրավիճակը նշանակում է, որ մենք բոլորս բանտարկված ենք, քանի որ սահմանափակված է եւ ճնշման է ենթարկվում ազատ խոսքը Հայաստանում եւ ըստ էության Հայաստանի Հանրապետությունը աստիճանաբար վերածվում է բաց երկնքի տակ գաղութի, համամիտ եմ շատ այդ բնութագրման հետ, որտեվ իրոք այդ վիճակում կարող ենք հայտնվել ցանկացած մեկը եւ շատ հետաքրական է եւ իհարկե շատ ուրախալի է, որ Լիդիա Մանթաշյանը Սրբազան շարժման այդ մասնակիցներից մեկը, ակտիվ մասնակիցներից մեկը, երեք կարծեմ ազատ արձակվեց, բայց շատ ուրախանալ պետք չէ, սիրելի բարեկամներ, որովհետև գիտեք, որ Հայաստանի Հանրապետության բանտերում պարզապես տեղ չկա քաղաքական բանտարկյալների առատությունից, այսինքն առանց որևիցե մեղադրանքի ներկայացման, առանց որևիցե ինչ-որ լուրջ շարժառիթների, լուրջ պատճառների մարդկանց բերման են ենթարկում եւ կալանավորում են 2 ամսով, 3 ամսով եւ այլն։ Այս պատճառով բանտերում պարզապես տեղ չկա եւ երբ մեկ քաղբանտարկյալի կամ մի քանիսին ազատ են արձակում, դա նշանակում է, որ պատրաստվում են բերման ենթարկել նույն քանակությամբ մարդկանց, այսինքն սա շատ վտանգավոր իրավիճակ է իրականում։ Ես չգիտեմ ով կլինի հաջորդը այս պայմաններում, այսինքն ցանկացած զարգացում հավանական է եւ
իհարկե երբ անտարբեր է հասարակությունը, պարզապես դա չեմ հասկանում, ոնց կարելի անտարբեր լինել այս իրավիճակում, չէ՞ որ սիրելի բարեկամներ, ցանկացածս կարող ենք հայտնվել այդ դրության մեջ, այսինքն թե մենք, թե մեր բարեկամները, մեր մտերիմները կարող են հայտնվել քաղբանտարկյալի կարգավիճակում, ասած մեկ խոսքի համար կամ մեկ լայքի համար կամ ինչ որ արտահայտության համար, օրինակ մեր ձևով արտահայտության համար կալանավորված է Սամվել Կարապետյանը, հա, այդ Forbes-ի ցուցակում առաջատարներից մեկը եւ սա իհարկե շատ անընդունելի է, սարսափելի է, դեռևս սեպտեմբերին ես նշել էի, քանի որ սեպտեմբերից Սատուրնը վերադարձավ ձկներ, այդ քաոսը ամբողջ աշխարհով մեկ եւ նաև Հայաստանի Հանրապետությունում աճելու է իրավաբանական քաոսը, չգիտեմ, քաղաքական քաոսը, տնտեսական քաոսը, բոլոր տեսակի քաոսները այսպես սաստկանում են եւ աճում են, նաև Նեպտունը հոկտեմբերի վերջին նույնպես մոտ գործեց ձկներ, եւ քան որ ձկները իրեն քաոսի խորհրդանիշ են, անորոշության խորհրդանիշ են, այսպես համաշխարհային օվկիանոսի խորհրդանիշ են, այդ իսկ պատճառով այդ քաոտիկ երևույթները ավելի եւ ավելի ուժեղացան թե ռազմաքաղաքական դաշտում, թե տնտեսական դաշտում, թե իրավական դաշտում, եւ ես կանխատեսել էի փաստորեն 100%-ով իմ կանխատեսումները իրականություն դարձան, որ այդ բռնաճնշումները Հայաստանի Հանրապետությունում միայն եւ միայն սաստկանալու են եւ ուժեղանան, նաեւ կաթողիկոսի դեմ, նաեւ հայ առաքելական եկեղեցու դեմ, որտեւ գիտեք, որ ձկներ կենդանակերպը ինքը խորհրդանշում է քրիստոնեությունը եւ ինքը նաեւ խորհրդանշում է եկեղեցին եւ եկեղեցական բարձր պաշտոնյաներին, եւ մենք տեսանք, որ 13 եպիսկոպոսներ, 13 բարձրագույն հոգևորականներ հանդիպեցին Նիկոլ Փաշինյանին եւ ստորագրեցին այդ նամակը գաղափարին հեռացնելու պահանջով եւ չգիտեմ այլ ինչ պահանջներ են այդտեղ ներկայացված, բայց սա ստորագույն արարք է եւ համագործակցել այդ սատանայադավան իշխանությունների հետ, դա անգամ Հուդայի արարքից շատ ավելի վատ արարք է, որովհետև Հուդայի արարքը, այսինքն Քրիստոսի մատնությունը անհրաժեշտ էր նրա համար, որ ստեղծվի համաշխարհային կրոն, այսինքն քրիստոնեություն, եթե այդ մատնությունը չլիներ, քրիստոնեություն չէր ստեղծվի որպես կրոն, իսկ սրանց արած այդ 13-ի, ես չգիտեմ, անգամ հոգևորականներ, լեզուս չի պտտվում դրանց որակավորել իբրև հոգևորականներ, սրանք, չգիտեմ, ինչ արարածներ են, ինչ, չասեմ կենթանի, բայց անգամ կենթանի լավ է, քան իրենք, որ համագործակցության են գնում այս սատանադավան, սատանապաշտ իշխանությունների հետ հայ առաքելական եկեղեցին տրոհելու եւ ոչնչացնելու համար, որովհետեւ հիմնական նպատակը այս իշխանությունների տրոհելն է մեր եկեղեցին, մեր եկեղեցական հոգևոր միաբանությունը, իսկ հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ինքնության կարևորագույն սյուներից մեկն է եւ զբաղվել է հայապահպանությամբ դարեր շարունակ, այսինքն սրա տրոհումը, վեհափառի պաշտոնանկությունը, հեռացումը հիմնական նպատակն է այս իշխանությունների եւ փաստացիորեն եւ ցավալիորեն նրանք ունեն իրենց գաղափարակիցներ եւ համախոհները այդ եպիսկոպոսած դասի մեջ, որը շատ ցավալի է եւ սարսափելի խայտառակություն է իրականում, թարապես դարեր շարունակ գոյություն է ունեցել հայ առաքելական Սուրբ եկեղեցին շուրջ 1700 տարի եւ ավելի եւ ուղղակի նման նախադեպ պարզապես մենք չենք ունեցել, դե երևի միայն 38-37 թվականներին 1900 եւ Ստալինյան այդ բռնաճնշումներն են եկեղեցու դեմ, միայն այդ ժամանակ է տեղի ունեցել նման մի բան, այն էլ պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակ Հայաստանը չուներ ինքնուրույնություն, այսինքն այդ որոշումները կայացվում էին այլ կենտրոնից, այս սա սարսափելի է, որ այժմ, երբ մենք ունենք ինքնիշխանություն եւ մենք ինքնուրույն ազատ անկախ պետականություն ունենք, վերջապես ստեղծել ենք դա եւ 30 տարի
այն գոյություն ունի ահա այսպիսի սարսափելի հալածանքների է ենթարկվում հայ առաքելական սուբյեկտի, նպատակը մեկն է՝ բաժանիր, որ տիրես։ Սա է այս իշխանությունների հիմնական այսպես ուղեծիրը։ Եվ դեկտեմբեր ամսվա ընթացքում, սիրելի բարեկամներ, պետք է ասել, որ շարունակվելու է այդ նույն տենդենսները, որը մենք տեսանք նոյեմբեր ամսվա ընթացքում։ Դեկտեմբերը ըստ էության լինելու է նոյեմբերի շարունակությունը եւ անգամ երբեմն շատ ավելի կոշտ, շատ ավելի այսպես ռադիկալ եւ շատ ավելի կտրուկ, շատ ավելի բիրտ ձևեր են ստանալու այս բռնաճնշումները, այս ամենը, թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհով մեկ ռադիկալացում է տեղի ունենալու բոլոր պայմանավորվածությունների, թե դիվանագիտական ոլորտում, թե ռազմաքաղաքական ոլորտում, թե տնտեսական ոլորտում, այսինքն դեկտեմբերին, ինչպես եւս կանխատեսել է դեռևս 25 թվականի վերջում, այս լարվածությունը իհարկե շարունակվելու է ցավալիորեն։ Ես նաև նոյեմբեր ամսվա համար, ինչպես իրավացիորեն նշեց իմ հետևորդներից մեկը, ես կանխատեսել էի տարերային աղետներ, ինչ-որ բնական աղետներ, որ եւ պայմանավորված էր այդ հրեղեն պատժի ակտիվացմամբ, եւ տեսնում ենք, որ իսկապես Հայաստանի Հանրապետությունում հենց դա իրագործվեց, այդ հրդեհները Ճամբարակում, Դիլիջանում, ամբողջ սահմանամերձ գոտիներում, որը որ եւ շատ վատ, այսպես խորհրդանիշ է, շատ վատ նշան է, որ իսկապես ներդաշնակություն գոյություն չունի եւ հատկապես եկեղեցու դեմ այս հալածանքների այսպես արտահայտությունը դրսևորումն է անմեղ մարդկանց բանտում պահելու հենց խորհուրդը ունեն այդ հրդեհները, որը իսկապես ի վերուստ դա նշան է, որ թե այսպես շարունակվի Հայաստանի Հանրապետությունը պարզապես շատ արագ կդադարի գոյություն ունենալ։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, այժմ ներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասվում ցրտաշունչ եւ եզրափակիչ դեկտեմբեր ամսվա ընթացքում 7 կարևոր աստղաբանական իրադարձություններ եւ ինչ է սպասվում նաեւ կենդանակերպերին այդ իրադարձությունների լույսի ներքո։ Սիրելիներս, դեկտեմբերի 1-ին շատ հետաքրքիր եւ կարևոր աստղաբանական իրադարձություն տեղի կունենա, ավելի ճիշտ նոյեմբերի 30-ի լույս 1-ի գիշերը Երևանի ժամանակով 0:13 րոպեին Սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներան մուտք կգործի աղեղնավոր, որտեղ նա կմնա մինչև դեկտեմբերի 24-ը։ Եվ իհարկե Վեներան աղեղնավորում շատ ոգևորվող է, շատ հոգևոր կերպար է, այսպես ասած, իմ անհատական հորոսկոպում Վեներան գտնվում է հենց աղեղնավորում, սիրելի բարեկամներ, շատ սկզբունքային են այդ մարդիկ, հատկապես հավատքի ինչ-որ հոգևոր հարցերի հետ կապված, արկածախնդիրը, արկածասերը, ընկերասերը, նրա համար շատ ավելի կարևոր է ոչ նյութական, այսինքն այդ հոգևոր սկզբունքները հոգևոր այդ տեսակ Վեներայի համար, հետո նա քանի որ աղեղնավորը դա որսորդ է, նա հենց որսորդ է, խորհրդանշաբար կարելի է նրան համեմատել Արտեմիդայի հետ, հա, հունական աստվածաբանության մեջ այսպես կարելի է Արտեմիդայի հետ համեմատել, որը հենց որսորդուհի է, ավելի շատ այսպես գեղեցկուհի եւ որսորդուհի։ Եվ լավ է հետապնդել ձեր նպատակները եւ ավարտին հասցնել ձեր ծրագրերը։ Եթե արդեն ինչ-որ բան սկսել եք, լավ է հենց դեկտեմբերի սկզբից արդեն մտածել ավարտելու մասին այդ ամեն հենց հոգևոր դաշտում, գաղափարախոսական դաշտում, հավատքի դաշտում, սա շատ
բարենպաստ կլինի այսպիսի Վեներայի պարագայում եւ իհարկե քանի որ աղեղնավորը հրեղեն նշան է, այս Վեներան աղեղնավորում շատ բարենպաստ է հենց հրեղեն նշանների համար, ինչպես խոյերի, այնպես էլ առյուծների համար։ Նու բարեխառն է եւ լավ է նաեւ օդի նշանների համար, մի փոքր անբարենպաստ է ջրի նշանների համար եւ խիստ անբարենպաստ է հողեղեն նշանների համար։ Այժմ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին Վեներայի մուտքի հետ կապված եւ տարանցման հետ կապված աղեղնավոր կենդանակերպով։ Խոյերի համար շատ բարենպաստ է, որովհետեւ Վեներան հայտնվում է իրենց 9-րդ աստղատանը, որը խորհրդանշում է նախ հեռավորը, արտասահմանյանը, հոգևոր բովանդակությունը կյանքի։ Շատ բարենպաստ է ճամփորդել խոյերի համար, բարենպաստ է ավելի նեղ եւ սերտ համագործակցություն արտասահմանյան կազմակերպությունների համար։ Իդեպ ճամփորդությունների ժամանակ հավանական է նաեւ այսպես սիրավեպ, կուրորտային սիրավեպ հնարավոր է խոյերի մոտ լինի։ Բարենպաստ է նաև դատական գործընթացների համար, այսինքն եթե այդ գործընթացները ընթանում են, ահա խոյերը կարող են հույս ունենալ, որ դեպի դրական զարգացումներ տեղի կունենան դեկտեմբերի սկզբից։ Այնպես որ եւ լավ է նաեւ հետապնդել նպատակը, եղեք նպատակասլաց սիրելի խոյր եւ դուք անպայման կհասնեք ձեր ցանկալի հանգրվանի։ Ինչ վերաբերվում է ցուլերի համար իհարկե անբարենպաստ է, ճիշտ է Վեներան հենց հանդիսանում է ցուլ կենդանակերպի թաքուհին եւ իշխանուհին, այնուամենայնիվ Վեներան հայտնվելով աղեղնավորում գտնվում է ցուլերի 8-րդ աստղատանը, որը էքստրեմալ իրավիճակների, անսպասելի հիվանդությունների, անսպասելի զարգացումների, անսպասելի ֆինանսական խնդիրների մարմնավորում է նամանավանդ եւ Ուրանը գիտեք, որ արդեն նոյեմբերի 8-ից սկսած կրկին մուտ գործեց ցուլ կենդանակերպ եւ նույնպես այդ անսպասելի զարգացումները, այդ անսպասելի ինչ-որ իրադարձությունները կրկին վերադառնում են ցուլերի կյանքը մինչև ապրիլի վերջը 26 թվականի, ես դրա մասին անցած վիդեոմ նոյեմբեր ամսվա կանխատեսումներում դա ներկայացրել եմ։ Նաև սիրային ոլորտում լարվածություն, սիրային ոլորտում ինչ-որ խնդիրներ, առողջական խնդիրներ անսպասելի հնարավոր են ցուլերի մոտ եւ այնուամենայնիվ դրականը կայանում է նրանում, որ ձեր զուգընկերները եւ գործընկերները սիրելի ցուլեր ավելի շատ գումար կաշխատեն, այսինքն նրանց ֆինանսական հաջողությունը բարենպաստ է լինելու դեկտեմբերի 1-ից մինչև 24 ժամանակահատվածում, այնպես որ դուք կարող եք շահել։ Լավ է նաև այն դեպքում, եթե դուք ինչ-որ ժառանգություն եք անկնկալում կամ պետք է ստանաք այդ ժառանգությունը, այդ ժամանակահատվածը դեկտեմբերի 1-ից 24-ը նույնպես բարենպաստ է դրա համար։ Սիրելի երկվորյակներ, ձեզ մոտ Վեներան մոտ գործելով աղեղնավոր հայտնվում է 7-րդ աստղատանը եւ 7-րդ աստղատունը գիտեք, որ դա բաց թշնամիների, թշնամանքի եւ զուգընկերների եւ գործընկերների տուն, այսինքն այն մարդկանց տունը, որոնք մեզ շրջապատում են։ Սա բարենպաստ է, եթե դուք զբաղվում եք գեղեցկության հետ կապված բիզնեսով, ապա այդ դեպքում դուք շատ հետաքրքիր եւ բավականին ունևոր հաճախորդներ կունենաք կամ կհամագործակցեք կանանց հետ, ինչ որ նոր գործընկերներ կհայտնվեն, որոնք ձեզ կօգնեն։ Բայց եթե դուք ամուսնացած եք եւ եթե ձեր կյանքում այդպիսի իրավիճակ է եղել սիրային եռանկյունի, դա կարող է վերսկսվել, սիրելի երկորակներ, այնպես որ զգուշ եղեք, նաեւ կակտիվանան բացահայտ թշնամիները, կին բացահայտ թշնամիները։ Տղամարդկանց համար շատ բարենպաստ է Վեներան 7-րդ տանը, այսինքն շատ հավանական է, որ այս ընթացքում եթե դուք փնտրում եք ձեր երկրորդ կեսին կհանդիպեք իրեն։ Խեցգետիներ, սիրելի խեցգետիներ, Վեներան մտնելով աղեղնավոր հայտնվում է ձեր 6-րդ աստղատանը։ 6-րդ աստղատունը խորհրդանշում է պատասխանատվություն, աշխատանք, առողջական խնդիրներ։ Վեներան իհարկե փոքր երջանկության մոլորակ է եւ բարենպաստ էներգիաներով է լցնում այն աստղատունը, որտեղ հայտնվում այնպես որ հաջողություններ աշխատավայրում, նաև շատ բարենպաստ է բժշկություն
այդ ժամանակահատվածում, այսինքն դուք բժշկվեք այն խնդիրը, եթե դուք ունեք ինչ-որ քրոնիկական խնդիր, անպայման զբաղվեք այդ խնդրով եւ կունենաք դրական արդյունք։ Քանի որ գիտեք, որ Վեներան բարենպաստ մոլորակ է, փոքր երջանկության մոլորակ է, այնպես որ շատ բարենպաստ է զբաղվել առողջական խնդիրների կարգավորմամբ, սիրելի խեցգետիններ, սիրելի առյուծիկներ, ձեզ համար շատ բարենպաստ է Վեներան հայտնվում է 5-րդ աստղատանը, որը սիրո, երեխաների, հաճույքների, հանգստի տուն է։ Բարենպաստ է նաև բիզնեսի համար, սիրելի առյուծիկներ, եւ առյուծիկների համար լավ է, եթե դեռևս զավակ չունեք կամ սպասում եք այդ ուրախ իրադարձությանը, շատ բարենպաստ է այս ժամանակահատվածը, անպայման մի լավ լուր կլսեք, կամ որ հղի է, կամ որ ձեր բալիկները արդեն եթե մեծ են, չափահաս են, արդեն ամուսնացած են, հղի են, կամ պատրաստում են ամուսնության, կամ նշանադրության, խոսքով շատ բարենպաստ հենց այդ պտղաբերության, ընտանիքի աճի, սիրո համար, եթե դեռևս չեք հանդիպել ձեր երկրորդ կեսին, սիրելի առյուծիկներ, շատ լավ ժամանակահատված է հենց դեկտեմբերի սկզբից մինչև 24 այդ ժամանակահատված անպայման օգտագործեք։ Լավ է նաև բիզնեսի համար, լավ է շահումների համար եւ բոլոր տեսակի դրական ուրախ զարգացումների համար։ Վեներան նաև ուրախության մոլորակ է, սիրելի բարեկամներ, սիրելի կույսակներ, ձեզ համար եւս բարենպաստ է Վեներան աղեղնավորում, որովհետև հայտնվում է 4-րդ աստղատանը, որը կապված ընտանիքի ընդլայնում, ավելի բարենպաստ ընտանեկան կամ բնակության պայմաններ կստեղծեք, ավելի այսպես բարեկեցիկ, կբարեկարգեք ձեր բնակարանը, ձեր կեցավայրը, ավելի հարմարավետ կդարձնեք, շատ բարենպաստ է կույսերին, ասենք գնել փափուկ կահույք, ինչ որ շատ գեղեցիկ, փայլուն, զարդանախշերով, դե Վեներա նաև սիրում է փայլը, սիրում է անգին քարերը, այդ տեսանկյունից շատ լավ է, օրինակ ես հիմա գտնեմ կույս կենդանակերպի, ահա կույս կենդանակերպի այս թալիսման քարերով թևնոցը շատ հետաքրքրական է, շատ գեղեցիկ է, բոլոր քարերը բնական են, ահա տեսեք այստեղ կույսն է, Գորնի խրուստալ, ավանցյուրին, մալախիտ, նաև վարդագույն կվարց, հենց Վեներան խորհրդանշում է վարդագույն կվարցը, վագրի աչք է եւ նաև սերդոլիկ, 6 քարեր, անպայման շտապեք ձեռք բերել, սիրելի կույսեր։ Եվ ոչ միայն կույսեր, բոլորին եմ խորհուրդ տալիս եւ սիրելի կշերքներ, ձեզ մոտ Վեներան մոտ գործելով աղեղնավոր հայտնվում է 3-րդ աստղատանը, սիրելի կշերքներ, եւ այստեղ իհարկե շատ լավ է ճամփորդել, կար ճամփորդությունների համար բարենպաստ է, բարենպաստ է յոշանժական գույք նվերներ կստանաք շատ, սիրելի կշերքներ, կարևոր հանդիպումներ են հնարավոր է ճամփորդությունների ընթացքում եւ անձնական եւ գործնական բնույթի եւ նաեւ լավ լուրեր։ Նույնպես շատ հավանական են, երբ Վեներան գտնվի աղեղնավորում։ Սիրելի կարիճիկներ, ձեզ համար խիստ բարենպաստ է Վեներան աղեղնավորում, որովհետև նա հայտնվում է 2-րդ աստղատան, իսկ 2-րդ աստղատունը դա մեր նյութական բարեկեցությունն է, եկամուտների աղբյուրները կշատանան, բարեկեցությունը կբարձրանա, աշխատավարձը կբարձրանա կամ լրացուցիչ ինչ-որ եկամուտի աղբյուրներ կստեղծվեն։ Վեներան ամեն բարիք ստեղծում է 2-րդ տանը, կբարձրանա ձեր ինքնագնահատականը նաև, սիրելի կարիճներ, եւ վերջապես աղեղնավորները, թագավորներն են այս դիրքի, աղեղնավորի դեպքում Վեներան հայտնվում է ձեր առաջի տանը, սիրելի աղեղնավորներ, ձեր հմայքը եւ գրավչությունը կաճեն, սիրելի աղեղնավորներ, բոլորը կձգտեն դեպի ձեզ, եթե իհարկե կին կանանց համար շատ բարենպաստ է եւ անձնական
եւ գործնական ոլորտում, եթե դեռ չեք գտել ձեր երկրորդ կեսին, շատ բարձր է հավանականությունը, որ հնարավոր է հանդիպեք։ Եվ լավ է կյանքի բոլոր ոլորտների համար, թե տղամարդկանց, թե կանանց համար, բոլոր տեսակի հաջողությունները, 10 տվառը չի տունը, դա բոլոր 12 տների համագումարն է, սիրելի բարեկամներ։ Սիրելի այդ եղջյուրներ, մի փոքր խնդրահարույց է ձեզ համար Վեներան աղեղնավորում, որովհետև հայտնվում է ձեր 12-րդ աստղատանը, այս 12-րդ աստղատունը դա գաղտնի թշնամիների եւ մեկուսացման տունն է, այսինքն հնարավոր են ինչ-որ գաղտնի խոսակցություններ ձեր մեջքի հետևում, գաղտնի խարդավանքներ ձեր մեջքի հետևում, հենց կանանց կողմից Վեներան կանանց խորհրդանիշն է, ինչ-որ գաղտնի ընթացք ունեցող հիվանդություններ, այնպես որ զգույշ եղեք սիրելի այդ եղջյուրներ։ Ջրհոսների համար Վեներան աղեղնավորում հայտնվում է 11-րդ տանը, որը նշանակում է շատ կարևոր երազանք, հատկապես սիրո, երեխաների, ընտանիքի հետ կապված, մի խոսքով, որտեղ Վեներան ուժ ամուսնացնողն է, կիրագործվի ձեր կյանքում, կամ դուք կհանդիպեք ինչ-որ կարևոր անձնավորության, կամ ձեր երեխաները թե չափահաս են վերջապես կամուսնանան կամ կնշանվեն, սիրելի ջրհոսներ, կիրագործվի ձեր մեծագույն երազանքը, բարենպաստ է նաև օնլայն բիզնեսի համար, օրինակ եթե վաճառքներով եք զբաղվում ինտերնետով։ Եվ սիրելի ձկնիկներ, ձեզ համար նույնպես բարենպաստ է Վեներան աղեղնավորում հայտնվում է 10-րդ աստղատանը, իսկ 10-րդ աստղատունը դա խորհրդանշում է իհարկե գործնական հաջողություններ, ինչ-որ նոր ղեկավար կին կգա ձեր, եթե ինչ-որ աշխատավայր ունեք, օֆիսում եք աշխատում, ապա ձեզ ղեկավար ինչ-որ կին կգա, որը անպայման կգնահատի ձեր բոլոր տանջանքներն ու չարչարանքները, նաև հնարավոր է նոր աշխատանք, նոր պաշտոնի բարձրացում եւ մի խոսքով բոլոր տեսակի գործնական ոլորտի բարիքներ, շատ կարևոր գործնական կամ անձնական բնույթի առաջարկություններ կանեն ձեզ սիրելի ձկնիկներ։ Հաջորդ կարևորագույն աստղաբանական իրադարձությունը դեկտեմբերի դա դեկտեմբերյան բարդ եւ լարված լիալուսինն է, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Երևանի ժամանակով 3:13 րոպեին եւ երկվորյակների 13 աստիճանում տեղի կունենա։ Ու իհարկե բավականին լարված է իրավիճակը, որովհետև նաև այստեղ բարդ մորակային փոխհարաբերություններ են, լուսինի եւ արեգակի դիմակայությունը, գիտեք որ լուսինը արեգակի դեմ դա հենց լիալուսինն է, լարված քառակուսիներով, այսինքն ձևավորվում է այսպես կոչված տաո քառակուսի, նրանք միանում են այդ տաո քառակուսու ձևավորման մեջ, այսինքն լուսնային հանգույցների, մի կողմից լուսնային հանգույցներն են ձկներ եւ կույս կենդանակերպերում եւ մյուս կողմից աղեղնավորում եւ երկվորյակում ուրեմն լուսինն ու արեգակը սա այդ միջնակետերն են խավարումներից առաջ, այսինքն հենց խավարումների միջին միջնամասում հայտնված օրերն են, որը նշանակում է, որ բոլոր ծրագրերը, բոլոր այսպես նախանշած որ անպայման պետք է այսպիսի զարգացումներ տեղի ունենան, կարող են էապես փոխվել։ Եվ ինչ է սպասվում կենդանակերպերին այս լիալուսնի հետ կապված։ Սիրելի խոյակներ, ձեզ մոտ լիալուսինը հայտնվում է 3-րդ աստղատանը։ Որև պիսո ջան, ուզում ես տեղ գաս, ուզում ես թռնես, վերև ես ուզում թռնես, այսա, ուզում անհանգիստ է մեր Փիսոն, լիալուսնի անունը լսեց։ 3-րդ տանը լիալուսինը սովորաբար խորհրդանշում է այն բոլոր խնդիրները, նա լուսավորում է այն խնդիրները, որոնք տվյալ աստղատան հետ են կապված։ Շփման ոլորտում դա կլինի խոյերի մոտ, նոր կրթության ոլորտում կլինի, կարճ ճանապարհներ կլինեն, քույրերի եղբայրների հետ կապված փոխհարաբերությունների այդ խնդիրները բոլորը կլինեն, պետք է լինեն ձեր ուշադրության կենտրոնում։ Ուզում ես գաս, ինքը ուզում է, որ իրեն դուք տեսնեք, ահա, բարևի,
Կբարևում բոլորին։ Եվ ահա անցնենք ցուլերին։ Սիրելի ցուլակներ, ձեզ մոտ բարենպաստ է այս լիալուսինը ձեզ համար, որովհետև հայտնվում է երկրորդ աստղատանը, որը ֆինանսների հետ է կապված, իսկ դուք հենց ֆինանսների հետ կապված կենդանակերպ եք, շատ եք սիրում նյութական բարիքները։ Պես որ դրական զարգացումներ հենց ֆինանսական ոլորտում սիրելի ցուլեր, նոր եկամուտների աղբյուրներ ինքնագնահատականի այս սիրելի երկվորյակներ, դե ձեզ համար դա առաջի տանն է այս լիալուսինի տեղի ունենում հատկապես կազդի այն երկվորյակների վրա, ովքեր ծնվել են հունիսի 1-ից 6 են կատ ժամանակահատվածում եւ բոլոր ոլորտների վրա պետք է ուշադրություն դարձրեք, թե գործնական, թե անձնական, այսինքն լավ ժամանակահատված է ձեր ցանկացած հանգրվանի ձեր նպատակներին արագ հասնելու համար։ Սիրելի խեցգետինիկներ, ձեզ մոտ այս լիալուսինը հայտնվում է 12-րդ տանը, որը մի փոքր խնդիր է, այսինքն 12-րդ տունը կապված է մեկուսացման հետ, գաղտնի հիվանդությունների հետ, գաղտնի թշնամիների հետ, պետք է ուշադիր լինել գաղտնի թշնամիների հետ կապված, նրանց ակտիվության հետ կապված, նաև առողջության հետ կապված, եւ շատ լավ իհարկե 12-րդ տունը կապված է էզոտերիկայի հետ, կապված է բոլոր այդ էներգետիկ պրակտիկաների հետ։ Ես իհարկե ահա այդ խեցգետնի քարերով թալիսմանը, բնական քարերով թալիսմանը անպայման ձեռք բերեք սիրելի խեցգետիններ։ Մարգարիտները անպայման կլինեն բնական, սա ուղղակի նմուշ է, բայց մարգարիտները անպայման կլինեն բնական։ Երբ ձեռք բերեք գնելու լինեք։ Հաջորդը արյուծիկներ, ձեզ համար եւս բարենպաստ է այս լիալուսինը, որտեղ հայտնվում է 11-րդ տանը, կկատարվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեր չափահաս երեխաները եւ նաեւ Օնլայն բիզնեսում կունենաք հաջողություն, եթե ունեք օնլայն բիզնես։ Սիրելի կույսակներ, ձեզ համար եւս բարենպաստ է այս լիալուսինը, հայտնվում է ձեր 10-րդ աստղատանից, 10-րդ աստղատունը կապված է կուրսնական հաջողությունների հետ, ինչ որ նվաճումների հետ, նոր պաշտոն, նոր, չգիտեմ, բարձունքներ, գործնական կամ անձնական ոլորտում ինչ որ առաջարկություն, եթե ազատ եք, եթե դեռ չեք գտել ձեր երկրորդ կեսին կամ արդեն գտել եք, բայց դեռ առաջարկություն չի արել, ապա այս լիալուսնից հետո հնարավոր է այդ առաջարկությունը անպայման հնչի, սիրելի արյուծիկներ, սիրելի գույսիկներ։ Պես որ բոլոր հարցերը կարիերայի, աշխատանքի, պաշտոնի հետ կապված պետք է լինեն այս լիալուսնից հետո 2 շաբաթվա ընթացքում է գործում լիալուսնի էներգետիկան, պետք է լինեն սիրելի կույսեր ձեր ուշադրության կենտրոնում։ Սիրելի կշերքներ, ձեզ մոտ այս լիալուսին հայտնվում է 9-րդ աստղատանը, որը եւս շատ բարենպաստ է, կապված է հեռավորի հետ, արտասահմանի հետ, ճամփորդություններ, հնարավոր են ճամփորդություններ, հնարավոր է բարձրագույն կրթություն նորից սկսեք դուք բան ուսումնասիրել կամ դասավանդել, կամ եթե ինչ-որ դատական հարցերով խնդիրներ ունեք, ապա դա նույնպես կարգավորվի, կլուծվի, արտասահմանցիների հետ կսերտանա ձեր համագործակցություն, հնարավոր է նաև առաջարկություն արտասահմանցուց նույնպես, եւ աղեղնավորների համար առույցների անունս տվեցին, կարիճների համար նույնպես բարդ է այս լիալուսինը 8-րդ տանն է հայտնվում եւ էքստրեմալ իրավիճակներ, ֆինանսական խնդիրներ, վարկեր, պարտքեր, պետք է զգուշ լինել նաեւ առողջության հետ սիրելի կարիճակներ, բայց դե լիալուսնի այս ազդեցությունը տարածվում է 2 շաբաթ, այսպես առանձնապես մեծ բարդություններ չեն լինի, բայց ձեր զուգընկերները կամ գործընկերները սիրելի կարիճներ կունենան եկամուտների աճ, այնպես որ շատ լավ է դա, ձեր վրա նույնպես բարենպաստ կանդրադառնան։ Ու իհարկե նաև էմոցիոնալ լարվածությունը, որովհետև հիշենք, որ սև լուսինը չարաբաստիկ մինչև դեկտեմբերի 20-ը գտնվելու է կարիճ կենդանակերպում եւ իհարկե կարիճները շատ էմոցիոնալ լարված եւ բարդ շրջան են ապրում, էներգետիկական թուլության շրջան են ապրում, որովհետև այդ սև լուսինը իհարկե գիտեք, որ ամբողջ զոդիակալ այդ տիեզերական վամպիր է իրենից ներկայացնում։
զոդիակալ սֆերայում նա որտեղ հայտնվում է, այնտեղ նա սև խոռոչի դեր է կատարում եւ էներգիան տանում է։ Սիրելի աղեղնավորակներ, ձեզ մոտ այս լիալուսինը հայտնվում է 7-րդ աստղատանը, որը կապված է զուգընկերների գործընկերների հետ, այսինքն ուշադրության կենտրոնում պետք է լինեն հենց զուգընկերները, գործընկերները, բացահայտ թշնամիները, այսինքն պետք չէ բաց առճակատման գնալ, նամանավանդ Մարսը դեռևս գտնվում է ձեր կենդանակերպում, սիրելի աղեղնավորներ, իսկ երբ որ Մարսը գտնվում է տվյալ կենդանակերպում, այսպես ակլորանում են, ավելի փորձում են ագրեսիվ ձևով իրենց կարծիքը պնդել եւ դա հնարավոր է առաջացնի թշնամիներ, առաջացնի բախումներ եւ այլն։ Սիրելի այդ եղջյուրակներ, ձեզ մոտ այս լիալուսինը հայտնվում է 6-րդ աստղատանը, որը որ նշանակում է խնդիրներ կապված աշխատանքի հետ, կապված պատասխանատվության հետ, առողջության հետ կապված այդ բոլոր խնդիրները պետք է պարտադիր լինեն ձեր ուշադրության կենտրոնում, առօրյա կյանքը։ Եվ վերջապես ջրհոսակներ, ձեզ համար խիստ բարենպաստ է այս լիալուսին հայտնվում է 5-րդ աստղատանը, որը բերում է սեր, երջանկություն, ուրախություն, երեխաների հետ կապված լավ դրական զարգացումներ, շահումների հնարավորություն, բարենպաստ է նաև բիզնեսի համար։ Ձկնիկների համար նույնպես բարենպաստ է այս լիալուսինը եւ հայտնվում է սիրելի ձկնիկներ ձեր 4-րդ աստղատանը, որը կապված է տան, ընտանիքի, ծնողների հետ, այսինքն ուշադրության կենտրոնում պետք է լինեն այս ոլորտները։ Եթե անշարժ գույքի հետ կապված ինչ-որ խնդիր կա, չի վաճառվել, հետընթաց էր Մերկուրին կամ այլ հանգամանքներ, հապես նոյեմբերի ընթացքում շատ բարձրագույն որակներ հետընթաց էին, այդ թվում նաև Մերկուրին, որը շատ բարդացնում էր նպատակների արագ իրագործումը, դրված նպատակների, ապա դեկտեմբերին սիրելի ձկնիկներ, եթե տան հետ է կապված, ընտանիքի ծնողների, ապա այդ բոլոր հարցերը կլուծվեն եւ կկարգավորվեն։ Դեկտեմբերյան հաջորդ կարևոր աստղաբանական իրադարձությունը, սիրելի բարեկամներ, դա Նեպտուն մոլորակի կանգն է 29 աստիճան ձկներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին 16:22 րոպեին Երևանի ժամանակով։ Եւ Նեպտունը շարունակաբար մնալու է ձկներում մինչև 26 թվականի հունվարի 26, ինչ խորհրդանշական է, չէ՞, այլային թիվ է։ Դա իհարկե բարենպաստ է ինչ որտեղ, որովհետև խորհրդանշում է, որ այդ քաոսը, այդ անորոշությունը, հատկապես կապված եկեղեցու հետ, կապված կրոնական հարցերի հետ, կյանք կունենա մինչև հունվարի վերջը 26 թվականի, այսինքն այդ բոլոր արշավը շատ կարճ ժամանակ է մնացել, որ այս անիրավ սատանադավան իշխանությունները ավարտին հասցնեն, բայց ամեն դեպքում պետք է զգուշանալ, այսինքն արդեն ավարտին է մոտենում, պետք է զգուշանալ եւ ընդհանրապես նաեւ ձկների հետ կապված, ձկնիկների հետ, հատկապես ովքեր ծնվել են մարտի 16-ից 21 ընկած այդ ժամանակահատվածում, նրանք նույնպես պետք է զգուշանան այդ անորոշությունից, ինչ որ խաբեություններից, որովհետև Նեպտունը ոչ միայն անորոշության, իլյուզիաների, այլ նաև խաբկանքի մոլորակ է, նաև հիվանդություններ է բերում։ Փիսո ջան, քիչ դիմացի սա վերջացնում եմ կյանք եւ այնպես որ այդ շրջանում ծնված ձկները նույնպես պետք է զգուշանան եւ առհասարակ աշխարհում աճելու այդ քաոսը բոլոր ոլորտներում, քանի որ գիտեք որ ձկների 29-րդ աստիճանը դա ըստ էության այդ սատկած ձկան աստիճանն է, բոլոր բարդությունները, անորոշությունները, իրար չհասկանալու, չհանդուրժելու, հարվածներ մեջքի հետևից, այսինքն այդ ամենը հենց այդ ձկների վերջին աստիճանի խորհուրդն է պարունակում, այսինքն այս ընթացքում նմանատիպ զարգացումներ հնարավոր են ոչ միայն մարդու անհատական կյանքում, անձնական կյանքում, այլ նաև առհասարակ համաշխարհային մակարդակով բոլոր ոլորտներում, թե ռազմաքաղաքական, թե տնտեսական եւ այլ։ Ես շատ եմ անդրադարձել Նեպտունը ձկներում, այնպես որ կարիք չկա նորից բոլոր կենդանակերպերին մասին խոսել։ Հաջորդ կարևոր աստղաբանական իրադարձությունը վերջը փռայ, կարևոր աստղաբանական իրադարձությունը դեկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով 2:40 րոպեին գիշերը Մերկուրին կապեև հեռահաղորդակցության ոլորակը վերջապես մուտք կգործի աղեղնավոր։ Իհարկե աղեղնավորում Մերկուրին թույլ է, քանի որ նա իշխում է
երկվորյակում եւ թագավորում է երկվորյակներում, իսկ երկվորյակները աղեղնավորի դիմաց գտնվող կենդանակերպն է եւ իհարկե աստիճանաբար Մերկուրին նաեւ մինչեւ դեկտեմբերի 17-ը դուրս կգա ստվերային գոտուց Եվ արդեն բոլոր այն գործընթացները, գիտեք, որ նոյեմբերի ընթացքում Մերկուրին նոյեմբերի 9-ից հետ ընթաց էր 9-ից 29-ը եւ բոլոր գործերը կապված ֆինանսների հետ, չգիտեմ, լոգիստիկայի հետ, ապրանքաշրջանառության հետ, դրամաշրջանառության հետ, չգիտեմ, փոխըմբռնման հետ, մարդկանց նաեւ փոխըմբռնման վրա է բացաբար ազդում հետ ընթաց Մերկուրին այդ բոլորը խնդրահարույց էին նաև իհարկե այդ ընթաց Մերկուրիի ժամանակ ցանկալի չէ գնել տեխնիկա, չգիտեմ, տարբեր գադժետներ, բարձր տեխնոլոգիական եւ նաեւ ճամփորդելն է անբարենպաստ եւ բարդ վիրահատություններ իհարկե եթե դա կյանքի եւ մահվան հարց է անպայման պետք է կատարել այդ վիրահատությունը բայց եթե դուք կարող եք, ասենք, սպասել մինչև Մերկուրին դուրս գա ստվերային գոտուց մինչև դեկտեմբերի 17-ը, դա ավելի լավ կլինի, ավելի Մերկուրին աղեղնավորում իհարկե թույլ է եւ նույնպես բարդացնում է մարդկանց միջև փոխհարաբերությունները, բոլոր այդ գործընթացները, այնուամենայնիվ լոգիստիկան, ապրանքաշրջանառությունը, դրամաշրջանառությունը այնուամենայնիվ ավելի դանդաղ են տեղի ունենալու դեկտեմբերի ընթացքում նույնպես, որտեղ դեկտեմբերին նույնպես Մերկուրին գտնվելու է իր թուլության աղեղնավորում եւ մինչեւ նոյեմբերի 2-ը կգտնվի մինչեւ հունվարի 2-ը 2026 թվականի գտնվելու է աղեղնավորում, այսօր ամսի 28-ն է, Մերկուրին գրեթե կանգնած է, այնպես որ խնդիրները, խոտանները տեխնիկական կներեք։ Ինչ է նշանակում Մերկուրին աղեղնավորում, ես արագ ներկայացնեմ, խոյերի իհարկե բարենպաստ է բոլոր հրեղեն նշանների համար, լավ է նաև օդի նշանների համար, անբարենպաստ է հողի նշանների համար եւ բարեխառն է իհարկե ջրի նշանների համար խոյերի համար Մերկուրին 9-րդ տանն է հայտնվում մտնելով աղեղնավոր դա նշանակում է բարենպաստ է ճամփորդել արդեն դեկտեմբերի 12-ից հետո բարենպաստ ինչ որ պայմանագրեր ստորագրել, հա արտասահմանի հետ, արտասահմանյան կազմակերպությունների հետ, լավ է կրթվել այդ ժամանակ արդեն եւ բարենպաստ է դատական գործերի համար։ Ցուլերի համար անբարենպաստ է գտնվում է 8-րդ տանը Մերկուրին աղեղնավորում, որը անսպասելի զարգացումներ է խոստանում, հատկապես ֆինանսական ոլորտում, նաեւ վերահսկող մարմինների միջամտություն է հնարավոր երկորյակների մոտ Մերկուրին մոտ գործելով աղեղնավոր հայտնվում է կրկին 7-րդ տանը, ընդհանրապես այս դեկտեմբերի ընթացքում եւ մինչեւ դեկտեմբերի 21-ը երկորյակների համար այդ լարվածությունը պայմանավորված է նրանով, որ արեգակ գտնվում է իրենց 7-րդ տանը աղեղնավորում եւ դա նշանակում է, որ ավելի այսպես լարվածություն, փոխըմբռնման բացակայություն 7-րդ տունը դա այն մարդիկ են, ովքեր մեզ շրջապատում են բացահայտ թշնամիների ակտիվացում։ Նու պետք է երկորյակներին խորհրդային է, որ պետք է դիմացինի կարծիքը լսել անպայման, այլ ոչ թե բրդել միայն ձերը։ Սիրելի խեցգետիներ 6-րդ տանն է Մերկուրին ձեր մոտ աղեղնավորում դեկտեմբերի 12-ից հետո, որը նշանակում է աշխատանքային ոլորտում ակտիվ ինչ-որ բանակցություններ, նոր հնարավորություններ աշխատանքային ոլորտում, առողջության հետ կապված նոր հնարավորություններ, այսինքն հնարավոր է բժշկություն նաև, քանի որ Մերկուրին նույնպես կապված է բժշկության հետ, ինչպես է Վեներան։ Սիրելի առուսներ, դες համար խիստ բարենպաստ է Մերկուրին աղեղնավորում 5-րդ տանն է հայտնվում, լավ է հատկապես ձեր երեխաների համար, փոքր մանկահասակ երեխաների համար, լավ լուրեր ձեր երեխաների առաջընթացից, բիզնեսի համար նույնպես բարենպաստ է։ Կույսերի համար բարենպաստ է տան ծնողների հետ կապված արքուվաճառքի, բնակարանի արքուվաճառքի հետ կապված արդեն Մերկուրին աղեղնավորում բարենպաստ կլինի։ Կշեռքների համար 3-րդ տանն է հայտնվում, լավ է ճամփորդել, լավ է ինչ-որ նոր ծանոթությունների համար, քանի որ երբ նոյեմբերին Մերկուրին հետ ընթաց էր, իհարկե անբարենպաստ էր այդ նոր ծանոթություն, կան հեռանկարային այդ նոր ծանոթությունները։ Իհարկե շատ բարենպաստ է կարիճների համար, որտեղ երկրորդ աստղատանն է հայտնվում, որը նշանակում է ֆինանսական աճ, նոր եկամուտներ, նոր հնարավորություններ
եկամուտների նոր աղբյուրներ եւ այլն։ Աղեղնավորների համար նույնպես բարենպաստ է առաջի տանը գտնվում Մերկուրին աղեղնավորում, նշանակում է նոր շփումներ, նոր կոնտակտներ, նոր ծանոթություններ, նոր ինչ-որ գործնական հնարավորություններ։ Այդ եղջյուրների համար անբարենպաստ է, որտեղ Մերկուրին հայտնվում է սիրելի այդ եղջյուրներ ձեր 12-րդ տանը, որը տալիս է բամբասանքներ մեջքի հետևում։ Մերկուրին նույնպես կապված է բամբասանքների հետ, խոսակցություններ, գաղտնի թշնամիների ակտիվացում, բայց լավ է արտասահմանյան ինչ-որ զարգացումների, ճամփորդությունների համար։ Ջրհոսների մոտ Մերկուրին բարենպաստ է, աղեղնավորում հայտնվում է 11-րդ տանը եւ որը բարենպաստ է լավ լուրեր կստանաք, հատկապես ձեր չափահաս երեխաների հետ կապված, սիրելի ջրհոսներ, կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, բարենպաստ է նաև օնլայն բիզնեսի համար, եւ ձկնիկներ 10-րդ տանն է Մերկուրին աղեղնավորում, որը շատ լավ է, շատ բարենպաստ է գործնական ոլորտի համար, հատկապես նոր ինչ-որ զարգացումներ դրական աշխատավայրում, կարիերայի հետ կապված, պաշտոնի հետ կապված, նոր առաջարկություններ գործնական կամ անձնական ոլորտում։ Հաջորդ կարևոր աստղաբանական իրադարձությունը, սիրելի բարեկամներ, Մարս մոլորակը դեկտեմբերի 15-ին լքում է աղեղնավորը եւ Երևանի ժամանակով 11:33 րոպեին ցերեկը մուտք կգործի այդ եղջյուր, սիրելիներս, որտեղ նա կմնա մինչև 26 թվականի հունվարի 23-ը։ Իհարկե Մարսը այդ եղջյուրում ավելի ագրեսիվ է, քան աղեղնավորում, ավելի ավտորիտար է, ավելի բռնաճնշող է, ավելի այսպես չոր է, ավելի փակ է, ավելի բարդ էմոցիոնալ աշխարհ ունի, որտեղ Մարսը աղեղնավորում միշտ ասում են ինչ որ մտածում, իսկ Մարսը այդ եղջյուրում այսպես ավելի ճնշող, ավելի շատ լավ բնութագիր է, որ ասում են ռուսերենում լավ ասացված կա, որ մութ ջերում այսպես սատանաներ կան, հա, это в темном омуте черти водятся, դա շատ բնութագրական է Մարսը այդ եղջյուրում։ Մարսը այդ եղջյուրում հասնում է իր զորության գագաթնակետին, այդ եղջյուրի 28 աստիճանում նա փառավորվում է։ Բայց մինչ այդ իհարկե ներկայացնեմ ընթացքը, ինչ է նշանակում Մարսը այդ եղջյուրում բոլոր կենդանակերպերի համար։ Մարսը այդ եղջյուրում, քանի որ այդ եղջյուրը հողեղեն նշան, իհարկե շատ բարենպաստ է հողի նշանների համար, լավ է նաև հրեղեն նշանների համար եւ այնքան էլ բարենպաստ չէ ջրի նշանների համար, կարելի ասել օդի նշանների համար եւ բարեխառն է ջրի նշանների համար։ Ինչ է նշանակում բոլոր կենդանակերպերի համար, այժմ հերթով ներկայացնեմ։ Խոյերի համար Մարսը մոտ գործելով այդ եղջյուր հայտնում է 10-րդ աստղատանը, որը նշանակում է, որ ինչ որ նոր հնարավոր է ղեկավար ունենալ ձեր օֆիսում կամ աշխատավայրում, եթե պետական մարմիններում եք աշխատում, կամ ինչ որ պաշտոնի փոփոխություն է հնարավոր, նոր աշխատանք է հնարավոր, ամեն դեպքում այդ ակտիվությունը կապված է լինելու ձեր աշխատավայրի հետ կամ բիզնեսի հետ, եթե բիզնեսով եք զբաղվում։ Իհարկե պետք է լինել շատ ակտիվ, եթե ցանկանում եք սիրելի խոյեր հասնել հաջողության, պետք է լինեք շատ ակտիվ այդ իմ նշված ոլորտներում, որպեսզի հասնեք հաջողության։ Ցուլերի մոտ Մարսը գործելով այդ եղջյուր հայտնում է 9-րդ տանը, որը լավ է արտասահմանյան ինչ որ արկածների համար, ճամփորդությունների համար, նոր ուսում սկսելու համար, բարձրապես բարձրագույն ուսման համար, դատական գործերի համար, լավ է կապ հաստատել արտասահմանյան կազմակերպությունների ակտիվ լինել, եթե ցանկանում եք եկամուտների աճ։ Մի խոսքով ցուլերի համար բարենպաստ է, կարծես թե դեկտեմբերը վերջապես ցուլերի համար բարենպաստ է։ Ես ցուլերի նաև նվիրված այս գեղեցիկ թևնոցը բնական քարերով, բոլորը ցուլերի քարերն են, ցույց տամ ագաթներով, այս ռոզովի կվարցը, փիրուզը, գեղեցկագույն թևնոցը։ Եվ երկվորյակների մոտ իհարկե բարդ է այս դիրքը բոլոր օդի նշանների համար, Մարսը արձեղջում, այնքան էլ բարենպաստ չի, ասեմ ձեզ, 8-րդ տանն է հայտնվում Մարսը, որը կախված է էքստրեմալ իրավիճակների հետ, բարդությունների հետ,
ընդհանրենք առողջական խնդիրներ կարող եք ունենալ դուք կամ ձեր միջավայրը կամ անսպասելի 4 զարգացումները պետք է զգուշ լինել շատ ճանապարհներին, սիրելի երկվորյակներ, առողջության հետ արդեն ասացի, լավ է ֆինանսական գործունեության համար, բայց պետք է զգուշանալ այդ վերահսկող մարմիններից, մտավութերտունը դա հենց այդ հարկադիր, չգիտեմ, այդ հարկային այդ գազམ་ակերպություններ են, դրանց պետք է իհարկե զգուշանալ։ Բայց բարենպաստ է ձեր, եթե հատկապես կանանց համար, որովհետև եթե ձեր զուգընկերը կամ գործընկերը շատ լավ գումարներ է աշխատում, ավելի կլավանա նրա նյութական հաջողությունը։ Սիրելի խեցգետիններ, Մարսը մոտ գործելով այդ եղջյուր հայտնվում է ձեր 7-րդ աստղադան, որը այնքան էլ բարենպաստ չէ, այսինքն կակտիվանան խնդիրները դեկտեմբերի 12-ից հետո ձեր միջավայրում, ձեր ենթադրենք այն թվում նաև ընտանիքում, ամուսնու հետ, եթե մեծ երեխաներ ունեք, տղա երեխա ունեք, այդ տղա երեխայի հետ, գործնական ոլորտում, նաև ձեր եթե գործընկեր ունեք, տղամարդ, նրա հետ խնդիրներ կարող լինեն, այսինքն այդ հակամարտություն 7-րդ նաև տալիս է հակամարտություն, դիմակայություն, պետք է միշտ փորձել գտնել ընդհանուր եզրեր, այլ ոչ թե այսպես չորով ձեր կարծիքը առաջ տանել, սիրելի խեցգետիններ, եթե կարողանաք գալ այդ հավասարակշռությանը, ապա խնդիրներ չեք ունենա այս դիրքի հետ կապված, բայց ամեն դեպքում Մարսը 7-րդ տանը լարվածություն է առաջացնում, միջավայրի հետ շփումներում առհասարակ, եւ առույցների համար 6-րդ տան է հայտնվում Մարսը այդ եղջյուրում, որը բարենպաստ զարգացումներ է նշանակում աշխատավարում, այսինքն ակտիվ պետք է լինել աշխատավարում, եթե ցանկանում եք հասնել ձեր ուզած պաշտոնին կամ աշխատավարձի բարձրացմանը եւ այլն, անբարենպաստ է այնուամենայնիվ առողջության տեսանկյունից, որովհետեւ Մարսը առաջացնում է սուր բորբոքային ինչ որ գործընթացներ օրգանիզմում, հնարավոր է նաեւ այդ վիրուսները շատ մոլեգնեն եւ հատկապես առուսները պետք է շատ զգուշ լինեն դեկտեմբերի 12-ից հետո։ Տանը հնարավոր է վերանորոգում անեք կամ ինչ որ բարեկարգում անեք, դա լավ է։ Սիրելի կույսակներ, ձեզ մոտ Մարսը մոտ գործելով այդ եղջյուր հայտնվում է 5-րդ աստղատանը, որը բարենպաստ է հատկապես տղա երեխաների հետ կապված լավ լուրեր տղա երեխաներից, ընդհանրապես երեխաների հետ կապված բարենպաստ է, եթե չեք հղացել կամ սպասում եք հղիության կհղիանաք, բայց եթե արդեն իսկ հղի եք, պետք է զգուշ լինել, որտեղ Մարսին գերտանը կարող է առաջացնել նաև վիժում։ Եվ շատ լավ է ակտիվ հանգստի համար, սպորտով զբաղվելու համար, պետք է այսինքն ակտիվություն ցուցաբերել եւ ամեն բան լավ կլինի։ Սիրելի կշերքներ, ձեզ մոտ Մարսը մոտ գործելով այդ եղջյուր հայտնվում է 4-րդ աստղատանը, որը կապված է տան, ընտանիքի, հայրենիքի, ահա այստեղ ակտիվություն։ Հնարավոր են խնդիրներ ընտանիքում, հարազատների առողջության հետ կապված, դա պարտադիր չէ, որ ձեր հետ կապված լինեն այդ առողջական խնդիրները, այսինքն ձեր ընտանիքում կարող է լինել կամ ինչ-որ խնդիրներ, հակասություններ ձեր ամուսնու հետ կամ հոր հետ, մի խոսքով տղամարդկանց հետ այդ հակասությունները, տան հետ կապված, անշարժ գույքի հետ կապված կլինեն դրանք։ Սիրելի կարիճակներ, ձեզ համար այս դիրքը բարենպաստ է, Մարսը հայտնվում է 3-րդ տանը, որը խորհրդանշում է ակտիվություն, նոր շփումներ, նոր ծանոթություններ, նոր հնարավորություններ կբացվեն ձեր առջև, իհարկե պետք է լինել ակտիվ, սիրելի կարիճներ, եթե ցանկանում եք այդ հենց կապերի, ինչ որ նոր ծանոթությունների միջոցով հասնել ձեր ուզած նպատակների, ակտիվ լավ լուրեր քույրերից, եղբայրներից, մի խոսքով շատ ակտիվ ամիս է, կայսների համար բարենպաստ է։ Աղեղնավորներ, ձեզ մոտ Մարսը մտնելով այդ եղջյուր հայտնվում է 2-րդ աստղատանը, որը բարենպաստ է, իհարկե կավելանան ձեր եկամուտները, ֆինանսական հոսքերը, նոր աղբյուրներ եկամուտների, բայց ես պետք է զգուշացնեմ, որ դրա հետ մեկտեղ Մարսը տալիս է ծախսը, Մարսը ակտիվություն է սիրում, այսինքն դա հերիք չէ գումար վաստակել, պետք է կարողանալ նաև այդ գումարը պահել, զգուշացեք չնախատեսված ծախսերից, սիրելի աղեղնավորներ, այդ եղջյուրներ, դե իհարկե ձեր համար շատ բարենպաստ
բարենպաստ է, Մարսը հայտնվում է սիրելի այծիղ ջրակներ ձեր առաջի աստղատանը, որը բոլոր 12 աստղատնների համագումարն է, այսինքն պետք է լինել ակտիվ, եթե ցանկանում եք ունենալ հաջողություն անձնական կյանքում, գործնական կյանքում, ֆինանսական կյանքում, առողջության հետ կապված, այսինքն Մարսը չի սիրում պասիվություն, նստել թախտին եւ սպասել բախտին, այսի բաներ Մարսը չի սիրում, Մարսը սիրում է ակտիվություն, եթե լինեք բավարար քանակությամբ, բավարար ակտիվ, բավարար քանակությամբ, այսպես էներգիա կարողանա գեներացնել, ապա կհասնեք Մարսը կամ կօգնի ձեզ եւ կհասնեք ձեր բոլոր նպատակների իրականացմանը, սիրելի այծիղ ջրներ, ջրհոսակներ, ձեզ համար բարդ դիրք է, 12-րդ տանն է հայտնվում Մարսը, ընդհանրապես ջրհոսների համար բարդ շրջան է սկսվում Նաև հատկապես դեկտեմբերի 21-ից հետո, ու արդեն դեկտեմբերի 15-ից հետո դա կզգացի, որտեվ Մարսը հայտնվում է Նև արեգակը, հետագա արեգակը հայտնվում են 12-րդ տանը, դա նշանակում է դուք բավարար էներգիա չեք ստանում եւ նվազում է ձեր հաջողությունը, ձեր առողջական խնդիրներ են ի հայտ գալիս, այդ էս պատճառով, որ էներգիան բավարար չէ, արեգակ, ձեր արեգակը եւ տրանզիտար արեգակ, այսինքն ակտուալ արեգակը իրար չեն տեսնում եւ չեն կարողանում հաղորդակցվել նու պետք է զգուշանալ գաղտնի թշնամիների ակտիվությունից, ամեն տեսակ առողջական խնդիրներից, գաղտնի ընթացող առողջական խնդիրներից բարենպաստ է թե արտասահմանում ինչ որ զարգացումներ են պլանավորվում այդ ընթացքում բարենպաստ է, բայց այնուամենայնիվ պետք է լինել զգուշ սիրելի ջրհոսներ, սիրելի ձկնակներ, ձեզ մոտ Մարսը հայտնվում է 11-րդ աստղատանը, այդտեղ ջրում կատարվեն ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, եթե լինեք ակտիվ, լավ լուրեր չափահաս ձեր տղա երեխաներից, այսինքն տղաները հնարավոր է ամուսնանան կամ ասեն նշանվում ենք մի խոսքով այդ ուղղությամբ նույնպես բարենպաստ զարգացումներ են նաև սպասվում օնլայն բիզնեսի ոլորտում սիրելի ձկնակներ Եվ շատ կարևոր օր է դեկտեմբեր ամսվա ընթացքում դեկտեմբերի 20-ը Դեկտեմբերի 20-ը աչքի կընկնի երկու կարևոր աստղաբանական իրադարձություններով։ Նախ դեկտեմբերի 20-ին Երևանի ժամանակով 5:23 րոպեին տեղի կունենա դեկտեմբերյան նորալուսինը 28 աստիճան աղեղնավորում։ Ինչու է շատ կարևոր այս նորալուսին, ինչու, որովհետև նա նախորդում է նախ ձմեռային արևադարձին, որը տարվա կարևորագույն 4 կետերից մեկն է, եւ երկրորդը գալակտիկական ուղեծրի վրա է տեղի ունենում, այդ աղեղնավորի վերջից մինչև երկվորյակների վերջը այդ ուղեծրի վրա գտնվում է գալակտիկական ուղեծիրը, այդ գծի վրա գտնվում է գալակտիկական ուղեծիրը եւ շատ կարեւոր ռազմաքաղաքական ընդհանրապես զարգացումներ է բերում, երբ այնտեղ մոլորակներ են կուտակվում։ Շատ կարևոր է այդ իսկ պատճառով այդ նորալուսինը գիտեք որ դրական նոր էներգիա է հաղորդում այն ոլորտներին, որտեղ նա տեղի է ունենում։ Իհարկե շատ բարենպաստ այս դեկտեմբերյան նորալուսինը բոլոր հրեղեն նշանների համար, ինչպես խոյերի, այնպես էլ աղեղնավորների եւ այծեղջուրների եւ առույցների համար բարեխառն է նաեւ օդի նշանների համար եւ անբարենպաստ է իհարկե հողի նշանների համար, ջրի նշանների համար եւս միջակ է։ Հիմա ներկայացնեմ ինչ է նշանակում այս նորալուսինը բոլոր կենդանակերպերի համար։ Խոյերի համար շատ լավ է։ Նոր զարգացումներ կսպասվեն ձեզ արտասահմանում, արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքում ինչ որ նոր հնարավորություններ կբացվեն, նոր հորիզոններ կբացվեն, պես որ պետք է շատ լինել ակտիվ հենց այդ ոլորտում, ուսման ոլորտում, արտասահմանի հետ կապված համագործակցության ոլորտում, եթե դատական խնդիրներ ունեք, ապա նույնպես այդ ամենը կկարգավորվի, բայց ցանկալի չէ նոր դատական խնդիրների մեջ մտնել։ Ցուլերի համար անբարենպաստ է այս նորալուսին, ընդհանրապես ցուլերի համար այդ աղեղնավորը այնքան էլ բարենպաստ չէ, որտեղ 8-րդ աստղատանն է գտնվում աղեղնավորը եւ սա կբերի անսպասելի ինչ որ զարգացումներ, բարդություններ, ֆինանսական բարդություններ, նոր վարկեր եւ պարտքեր, հատկապես դեկտեմբերի 20-ից հետո ցանկալի չէ վերցնել, բայց բարենպաստ է հենց ձեր գործընկերների, զուգընկերների ֆինանսների համար, այսինքն կաճեն նրանց ֆինանսական հնարավորությունները եւ դուք իհարկե
իհարկե դրանից կօգտվեք։ Նաև պետք է զգուշանալ առողջական խնդիրներից, ընդհանրապես եթե հիվանդությունը սկսում է նորացնել, որտեղ շատ եք այդ հարցը տալիս, դրա համար անդրադառնում եմ, եթե ինչ-որ հիվանդություն աճող լուսնին է սկսում, դա ըստ հին ավանդական բժշկության համարվում է, որ դժվար բուժելի հիվանդություն է, եթե նոր հիվանդություն է, հենց նոր ինչ-որ ախտանիշներ են, դա բարդ կբուժվի։ Եվ ընդհակառակը, եթե հիվանդությունը սկսում է արդեն մարող լուսնի վրա, դա համարվում է հեշտ բուժվող հիվանդություն, լուսնի մարման հետ այդ ամենը կանցնի։ Այնպես որ նույնպես պետք է զգուշանալ նոր հիվանդությունների, սիրելի ցուլիկներ։ Երկորյակների համար իհարկե այս նորալուսինը հայտնվում է 7-րդ աստղատանը, դիմակայության մեջ է արեգակի եւ լուսնի հետ, դա նշանակում է, որ նոր ինչ-որ զարգացումներ կապված ձեր գործընկերների, զուգընկերների հետ, ընդհանրապես միջավայրի հետ կապված նոր փոխհարաբերություններ, բայց նաև կարող է բերել նոր թշնամիներ, այնպես որ պետք է զգուշանալ դրան, սիրելի երկորյակներ, եւ բաց այդ առճակատման մեջ չմտնել միջավայրի հետ եւ հատկապես ձեր մրցակիցների հետ, յոթորդունը նաև մրցակիցներն են, լինի դա կյանքում, հասարակ կյանքում, այսինքն անձնական կյանքում, լինի դա գործնական կյանքում, այդ մրցակցությունը ավելի կխորանա։ Սիրելի խեցգետիններ, 6-րդ տանն է հայտնվում դեկտեմբերյան նորալուսինը, որը նշանակում է նոր աշխատանք, նոր հնարավորություններ գործնական, նոր վերանորոգում տանը, ինչ որ եթե նոր տարվա շեմին կարող նոր վերանորոգում սկսեք, բայց նաև նոր հիվանդություններ պետք է նույնպես զգուշանալ հիվանդություններից, նոր սկսվող հիվանդություններից։ Առյուծների համար 5-րդ տանն է հայտնվում այս նորալուսինը, շատ բարենպաստ են, հնարավոր է հղիություն սիրելի առյուծներ ձեզ դեպքում հատկապես, որտեղ այդ նորը նաև նոր երեխա կարող է խորհրդանշել, եղած երեխաները ինչ որ նոր դրական ձեզ կուրախացնեն, ասում եք նոր դրական զարգացումներ կլինեն իրենց կյանքում, լավ է նաև բիզնեսի համար կամ նոր բիզնես կսկսեք, դե տարվա վերջում բիզնեսը մի քիչ այսպես ոչ ակտուալ կլինի, բայց եթե արդեն նախապատրաստել եք, ինչու ոչ։ Սիրելի կույսակներ, ձեզ մոտ այս նորալուսինը դեկտեմբերյան հայտնվում է 4-րդ աստղատանը, որը նշանակում է զարգացումներ, նոր զարգացումներ կապված տան, ընտանիքի ծնողների հետ, լավ լուրեր ծնողներից, ինչ որ նոր տուն հնարավոր է ձեռք բերեք, մարդիկ հաճախակի ամբողջ այդ գումարները կուտակում են եւ տարվա վերջում տուն են ձեռք բերում, շատ դրական զարգացումներ ընտանիքի հետ կապված, ամուսնություն, նշանադրություն ձեր կամ ձեր երեխաների հետ կապված, շատ բարենպաստ է։ Սիրելի կույսակներ, սիրելի կշեռքներ, 3-րդ տանն է հայտնվում այս դեկտեմբերյան նորալուսինը եւ այստեղ լավ է նոր շփումներ, նոր ծանոթություններ ստեղծել, լավ լուրեր քույրերից, եղբայրներից, նոր մեքենա, ինչու ոչ, այնպես որ շատ բարենպաստ է կշեռքների համար նաև այս նորալուսինը, կարիճակների համար նույնպես բարենպաստ է, սիրելի կարիճիկներ, սա ջերոց կարիճի քարերով, այս մոգական քարերով թևնոցն է, շատ գեղեցկագույն բնական քարեր են եւ բավականին առույգ եմ զգում, մեկ շաբաթ է կրում եմ, շատ այսպես դրական լիցքերով եմ լցվում, 2-րդ տանն է հայտնվում այս նորալուսինը ձեզ մոտ, սիրելի կարիճիկներ, եւ սա նշանակում է նոր եկամուտների աղբյուրներ, նոր բիզնես, նոր հնարավորություններ, նյութական նոր ձեռքբերումներ, այսինքն նոր տարվա ընդառաջ հնարավոր է ինչ-որ գնումներ կատարեք, սիրելի կարիճներ, շատ կարևոր ձեզ համար գնումներ, նույնպես բարենպաստ է։ Ինչ վերաբերվում է աղեղնավորների, հատկապես իհարկե այս նորալուսինը կազդի այն աղեղնավորների վրա, ովքեր ծնվել են ամսի 18-ից 20-ը եւ ամբողջ տարվա վրա կազդի, ինչու, որովհետեւ սոլար, այսինքն արեգակնային վերադարձի այդ քարտեզում նորալուսին է, որը նոր սկիզբ է, նոր աշխատանք, նոր բնակարան, նոր, չգիտեմ, միջավայր, ամեն ինչ նոր, ամեն ինչի նոր, այսպես պիտակը վրեն, այնպես որ շատ բարենպաստ է նաև հատկապես այդ դեկտեմբերի 17-ից հետո 17-ից 20-ը ծնված այդ աղեղնավորների համար շատ բարենպաստ է այս նորալուսինը։
Այդ եղջյուրների համար այնքան էլ բարենպաստ չէ, որովհետև այս նորալուսինը սիրելի այդ եղջյուրիկներ հայտնվում է ձեր 12-րդ աստղատանը, որը գիտեք, որ գաղտնի թշնամիների մեկուսացման տունն է։ Նաև հիվանդություն է, գաղտնի հիվանդություն, պետք է շատ զգույշ լինել առողջության հետ կապված։ Ջրհոսների համար բարենպաստ է, որովհետև 11-րդ տանն է հայտնվում այս դեկտեմբերյան նորալուսինը, որը տալիս է ինչ-որ կարևոր վաղուց սպասված այդ երազանքի իրականացում, լավ զարգացումներ կապված անձնական կյանքի հետ, երեխաները կարող են ձեզ ուրախացնել, չափած երեխաները բարենպաստ է նաև բիզնեսի հետ, օնլայն բիզնեսի համար շատ լավ է այս նորալուսինը նոր բիզնես սկսելու համար, դե նորալուսնի հետ կապված այդ նոր ամեն բան նորը շատ լավ է սկսել, եւ ձկնիկների համար նույնպես բարենպաստ է այս նորալուսինը դեկտեմբերյան տեղ հայտնվում է ձեր 10-րդ աստղատանը, սիրելի ձկնիկներ, որը տալիս է ակտիվություն գործնական ոլորտում, նոր պաշտոն, նոր աշխատանք, նոր ինչ-որ նոր հնարավորություններ կբացվեն ձեր առջև գործնական կամ անձնական բնույթի ինչ-որ առաջարկություններ, որը դուք իհարկե դժվար կլինի չընդունել, սիրելի ձկնակներ։ Մյուս կարևոր աստղաբանական իրադարձությունը, որը տեղի կունենա հենց դեկտեմբերի 20-ին, դա Սև լուսինը փոխում է իր դիրքը, վերջապես դեկտեմբերի 20-ին, Երևանի ժամանակով 23:10 դժնդակ այս գայթակղիչ սատանան, զոդիակի գայթակղիչ սատանան Սև լուսինը դուրս է գալիս կարիճ աստղակերպից, ես ձեզ շնորհավորում եմ կարիճիկներ, եւ մուտք կգործի աղեղնավոր, ահա աղեղնավորները պատրաստ լինեն, եւ աղեղնավորում Սև լուսին ընդհանրապես 9 ամիս է մնում տվյալ կենդանակերպում դեկտեմբերի 26 թվականի սեպտեմբերի 14-ին Սև լուսինը կլքի աղեղնավորը եւ մուտք կգործի այս եղջյուրը։ Դա ինչ է նշանակում բոլոր կենդանակի։ Իհարկե Սև լուսինը աղեղնավորում նշանակում է, որ հարձակում է գնալու գաղափարախոսության վրա, հավատքի վրա, ընդհանրապես բոլոր այն արժեքները, թեկուզ մարդու արժեքներ կամ խոսքի ազատություն եւ այլն բոլոր արժեքները, որոնք նախկինում այսպես անբեկանելի էին թվում, այդ ամենը համաշխարհային մակարդակով խախտվելու է եւ համաշխարհային մակարդակով այսպես առ-ոչինչ է ճանաչվելու։ Շատ այդ երկակի ստանդարտները իհարկե 26 թվականին շատ եւ շատ մեծապես կխանգարեն ազատության կայացման, այսպես ասած, ազատ հասարակության կայացմանը։ Եվ նաև վատ է իրական գիտելիքների դեմ պայքար, սա աղեղնավորի թևնոցն է, գեղեցկագույն բնական քարերով, փիրուզներով, ագատներով, սերդալիկ, ամետիստ, նռնակար, նաև այստեղ ես ավելացրել եմ ռուբիններ։ Եվ մի խոսքով շատ բարդ է աղեղնավորներին անպայման պետք է այս թևնոցը, որ պաշտպանություն լինի, որտեղ Սև լուսինը հարձակվելու է բոլոր ֆրոնտներով, հատկապես այն բոլոր արժեքներ են, բոլոր ինչի մեջ դուք հավատում եք եւ անսասան է ձեր մեջ, այդ ամենը փորձելու են սասանել, սա պետք է հիշեք, սիրելի բարեկամներ։ Եվ հատկապես իհարկե շատ ակտիվ այս Սև լուսինը կազդի հրեղեն նշանների վրա, խոյերի համար 9-րդ տանն է հայտնվում մուտք գործելով աղեղնավոր, որը հարձակում կլինի ձեր գիտելիքների, կրթության, գաղափարախոսության, այսինքն կասկածի տակ կարող է դնել ձեր օրինակ դիպլոմը, կասեն սա առ-ոչինչ է, մեզ դա պետք չի, կամ ինչ որ այն ինչի մեջ դուք հավատում եք, դուք քրիստոնեություն եւ այլն, դուք հակառակ բաները կտեսնեք իրականության մեջ։ Ինչ վերաբերվում է ցուլիկներին, ցուլիկների մոտ Սև լուսինը մուտք գործելով ցուլիկների մոտ մուտք գործելով աղեղնավոր Սև լուսինը հայտնվում է 8-րդ աստղատանը։ Դե 8-րդ աստղատունը, սիրելիներս, իհարկե գիտեք, որ դա էքստրեմալ իրավիճակների տունն է, բարդություններ կառաջանան ֆինանսական ոլորտում, գործնական ոլորտում, փոխհարաբերություններում շատ բարդ է։ Հատկապես բարդ է փոխհարաբերությունների տեսանկյունից նաև երկորյակների համար Սև լուսինը աղեղնավորում, հնարավոր է ոչ միայն ձեր վրա այդ բացասական
վնասական ազդեցությունը լինել նաև զուգընկերոջ վրա, թուղթուգիր ասածը եւ կամ գործընկերոջ վրա։ Սիրելի խեցգետիներ, 6-րդ տանն է գտնվելու սև լուսինը անցնելու աղնավորով, որը խնդիրներ կառաջացնի առողջության հետ կապված եւ աշխատանքային ոլորտում։ Առույցների մոտ 5-րդ տանն է, դա կապված կլինի ձեր երեխաների հետ այդ խնդիրները եւ կամ հղիության հետ ինչ որ անհասկանալի, նաեւ սև լուսինը տալիս է անհասկանալի խնդիրներ առողջության հետ կապված, այդ կոնկրետ այն ոլորտում, որտեղ նա տեղի է, որտեղով նա անցնում է, այսինքն կոնկրետ առույցների մոտ դա այդ վերարտադրողական, ոլորտը կարող է լինել, այսինքն հասցրեք մինչև ունենալ, մինչև այդ սև լուսինը մուտք գործի այդ աղնավոր։ Հաջորդը կույսերի մոտ 4-րդ տանն է հայտնվում, չարաբաստիկ այդ սև լուսինը եւ որը խորհրդանշում է ընտանիք, ծնողներ, հայրենիք, այսինքն այդ բոլոր ոլորտները խնդիրների մեջ են, տունը, այսինքն ձեր տունը հնարավոր է վաճառել կամ ուզում եք վաճառել, ինչ որ խնդիրներ են առաջանում, անընդհատ խնդիրներ, եւ հաջորդը կշերքների մոտ խնդիրները վերաբերվելու են շփումների, կոնտակտների, ծանոթությունների, այսինքն ինչ որ անհասկանալի միջավայրում կարող հայտնվեք, ճանապարհների վրա հնարավոր ինչ որ խնդիրներ, նաև շատ պետք է զգուշ լինել ճանապարհներին, սիրելի կշերքներ, դեռ հնարավոր է վթարներ, ինչ որ անհասկանալի ծանոթություններ եւ պետք է զգուշ լինել նաեւ մարդկանց հետ, որ դուք կհանդիպեք այդ դեկտեմբերի 20-ից հետո։ Ակարիչների մոտ 2-րդ տանն է հայտնվում սև լուսինը, 2-րդ տունը գիտեք, որ դա ֆինանսի տունն է, եկամուտների տունն է, այսինքն խնդիրներ կառաջանան ֆինանսների, եկամուտների հետ կամ շատ մեծ ծախսեր կամ շատ մեծ գումարներ կգան, որ դու չկարողանաք ճիշտ դրանք տնօրինել։ Աղենավորների մոտ առաջի տան իհարկե ամենածանր աղենավորների համար այդ հարձակումներ, բացահայտ թշնամիների կողմից, էներգիայի կորուստ եւ այլն։ Նայեցեղջյուրների մոտ նույնպես բարդ է այս դիրքը, 12-րդ տանն է հայտնվում սև լուսինը, որը նշանակում է գաղտնի թշնամիների ակտիվացում։ Ջրհոսների մոտ 11-րդ տանն է հայտնվում սև լուսինը եւ դա նշանակում է խնդիրներ կապված շփած երեխաների հետ, կապված on-line բիզնեսի հետ եւ ձեր նպատակների իրականացման հետ։ Ձկների մոտ 10-րդ տանն է, որը խորհրդանշում է խնդիրներ պաշտոնի աշխատանքի, ինչ որ սոցիալական կարգավիճակի հետ կապված։ Ու իհարկե ես կարծում եմ, որ մինչև դեկտեմբերի 20-ը ուղիղ եթեր կկազմակերպեմ Facebook-ով եւ ավելի մանրամասն կներկայացնեմ, թե ինչ է նշանակում սև լուսինը աղեղնավորում։ Եվ վերջապես տարվա կարևորագույն աստղաբանական իրադարձությունը դեկտեմբերի 21-ին Երևան ժամանակով 13:05 Արեգակը մուտք կգործի Այծեղջյուր եւ կկայանա ձմեռային արևադարձը, որից հետո իհարկե էներգիաները փոխվում են, ին էներգիան մարում է եւ սկսում է յան էներգիա, ակտիվ էներգիայի աճ, այսինքն արդեն Արեգակը սկսում է նրա զորությունը սկսում է ավելանալ։ Եվ ինչ է նշանակում Արեգակը Այծեղջյուրում, դե իհարկե դա նոր տարի է նշանակում, սիրելի բարեկամներ, բոլորիս համար կաթոլիկ սուրբ ծնունդը, հետո նոր տարին, հետո մեր սուրբ ծնունդը շատ կարևոր է, Այծեղջյուրը ինձ խորհրդանշում է կյանքի վերածնունդը։ Եվ այստեղ իհարկե Արեգակը Այծեղջյուրում բարենպաստ է բոլոր հողեղեն նշանների համար, լավ է նաև հրեղեն նշանների համար եւ անբարենպաստ է օդի նշանների համար։ Մուտք գործելով Այծեղջյուր Արեգակը խոյերի համար հայտնում է 10-րդ աստղատանը, որը լավ է գործնական հաջողությունների համար, նոր աշխատանք, նոր պաշտոն, նոր առաջարկություն գործնական կամ անձնական բնույթի, այսինքն նաև բարենպաստ է գործնական ոլորտի եւ բարեկեցության համար։ Ցուլերի մոտ 9-րդ տանն է, լավ է արտասահմանյան ճամփորդությունները, լավ է շփումները արտասահմանցիների հետ համագործակցությունը։ Երկորակտերի մոտ 8-րդ տանն է հայտնվում, որը անբարենպաստ է իհարկե Այծեղջյուրը, Արեգակը Այծեղջյուրում էքստրեմալ իրավիճակներ, խնդիրներ ճանապարհին, ֆինանսական խնդիրներ, խեցգետիների մոտ եւս կարող են առաջանալ խնդիրներ
դիմացիների հետ, գործընկերների, զուգընկերների հետ շփումների մեջ։ Եվ առույցների մոտ 6-րդ տանն է, որը խոստանում է հաջողություններ աշխատանքային ոլորտում եւ նաեւ առողջության հետ կապված բարելավում։ Կույսերի մոտ 5-րդ տանն է, 5-րդ տունը կապված է երեխաների հետ, հաճույքների հետ, բարենպաստ է նաեւ բիզնեսի համար։ Կշերքների մոտ 4-րդ տանն է հայտնվում, իհարկե սա կապված արդեն բոլոր այն խնդիրներ, որոնք կան ընտանիքում, ծնողների հետ կապված, տան հետ կապված, հայրենիքի հետ կապված, այդ բոլոր խնդիրները վեր են դուրս գալու։ Իհարկե շատ լավ է աղեղնավորների համար, կարիճներին մոռացանք, կարիճների համար նույնպես բարենպաստ է 3-րդ տանն է հայտնվում։ Արեգակը լավ է նոր շփումների, նոր ծանոթությունների, ընդհանրապես ակտիվություն, պետք է շատ ակտիվ լինել, կարճ ճանապարհներ շատ են լինելու, սիրելի կարիճներ։ Աղենավորների համար իհարկե ամենաբարենպաստը 2-րդ տանն է հայտնվում արեգակը, որը նպաստելու է ֆինանսական հաջողությանը։ Այդ եղջյուրների համար իհարկե այդ եղջյուրներին ես շնորհավորում եմ, նաև բոլոր այն աղեղնավորներին, որոնք ծնվել են դեկտեմբերին, նրանց ծննդյան օրերն են նշվում, ցանկանում եմ ամենալավը, ամենայն բարիք, հաջողություններ գալիք տարվա մեջ եւ բարեկեցության աճ։ Եվ ջրհոսների համար 12-րդ տանն է հայտնվում արեգակը այդ եղջյուրում, սա բերելու է խնդիրներ, արդեն արեգակը ասացի, որ իրենց արեգակին, ջրհոսի արեգակին, ակտուալ արեգակը չի տեսնում եւ էներգիայի թուլություն, հնարավոր են հիվանդություններ, գաղտնի թշնամիների ակտիվացում, պետք է ջրհոսներ հատկապես դեկտեմբերի 21-ից հետո զգուշ լինեն։ Եվ ձկների մոտ 11-րդ տունն է, իհարկե ձկնիկներ կատարվելու են ձեր ամենանվիրական երազանքները, ձմեռ պապիկը ձեր ուզած նվերը անպայման կբերի ձեզ, կուրախացնեն ձեր չափահաս երեխաները եւ բարենպաստ է նաեւ on-line բիզնեսի համար։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում դեկտեմբեր ամսվա ընթացքում, ցրտաշունչ եւ եզրափակիչ դեկտեմբերը այսպիսին է լինելու։ Ես ձեզնից մաղթում եմ ամենայն հաջողություն, բարիք, նոր տարվա մեջ ամենալավագույն բարեմաղթանքներով ձեր աստղաբան Աննե Հախվերդյան, անպայման կիսվեք այս վիդեոյով սոցիալական ցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները անձամբ ձեզ համար, կհանդիպենք։